Հայաստան համահայկական հիմնադրամը ավանդական դարձած դրամահավաք արշավի ժամանակ այս անգամ հայտարարեց տարվա խորագիրը կենսունակ համայնքներն են, ոլորտային ուղղությունը ջրամատակարարումը։ Այս համատեքստում նախատեսվում է 3 փուլով վերակառուցել Սպանդարյանի ջրանցքը, որի 70%-ը վթարային վիճակում է։ Արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոտ եւ Շաքի բնակավայրերի 4320 բնակիչ ոռոգման ջրի խնդիր չի ունենա։ Ջրանցքի վերակառուցման արդյունքում ջրամատակարարումը իրականացվելու է 6 գյուղի ջուր է մատակարարվելու մշտապես ոռոգման եւ 2800 հեկտար կմշակվի, այսինքն դա թե գյուղատնտեսական առումով, թե տնտեսական զարգացման առումով, բոլոր առումներով շատ կարեւոր է սահմանային համայնքների զարգացման համար։ Տեսեք, ջրանցքի կառուցումը լուծում է շուրջ 430 ընտանիքի խնդիր։ Շուրջ 3000 հեկտար օղատարածք դառնալու է նորից ոռոգելի։ Դա մեր մարզի համար ահագին լուրջ թիվ է, ես ձեզ վստահեցնում եմ։ Դրամահավաք արշավին միացավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ջրանցքի վերակառուցման համար 50 միլիոն դրամ փոխանցեց։ Այսպիսով հանքարդյունաբերական հսկան այս տարվա միջոցառման խոշոր հանգանակողներից մեկը դարձավ։ Շատ շնորհակալ ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որ մեզ հանգանակել է 50 միլիոն դրամ, ինչը շատ մեծ հանգանակություն է, շատ մեծ աջակցություն այդ շատ կարևոր գործին, որ մենք համախմբվել ենք թե Սփյուռքը, թե Հայաստանյան մեր ներկայացուցիչները։ Կարևոր է նման արձագանքը հենց իրենց կողմից, նաև այսինքն այն կոմբինատների, այն կազմակերպությունների կողմից, ովքեր հենց մարզերում են եւ իրենք էլ բացի այն, որ իրենք են զարգացնում, նաև աջակցում են մեզ զարգացնելու համայնքները։